Հագուստի մոդելավորող դիզայներ Ֆայնան նշում է, որ պատանիները սկսել են ավելի համարձակ հագնվել։ Նա ասաց, որ դեռ այնքան էլ համարձակ չեն, ինչպես կցանկանար տեսնել, քանի որ մեկը մյուսին նմանակում են ինչ-որ առումով, բայց տարբերությունն ակնհայտ է։ Այլ որ հայտնվում են երեկոյան զգեստներով, բարձրակրում կոշիկներով, բայց ես ուզում եմ ասեմ 13 տարեկանից 17 տարեկան այդ թինեյջերը может быть շատ ստիմեն, շատ ուրախացնում են հայց, որ տեսնում եմ их на улице, գներեք այստեղ հայերը։ Չգիտեմ ինչ է փոխվել նրանց գիտակցության մեջ, բայց այն, որ երիտասարդները փոխվել են, փաստ է, եւ ես հույս ունեմ, որ իրենք իրենց երեխաներին նույն ձևով կդաստիարակեն։ Հիմնական սպորտային հագուստի մեջ, որովհետեւ հարմար է, ավելի ազատ է պրակտիկա։ Ավելի շատ ջինսը, թե նաև շրջազգեստներ եք նախընտրում։ Դե ոնց պատանի, բայց ավելի շատ երևի սպորտային հագուստով հիմնականում դասը գալիս, մեկ եթե ինչ-որ ավելի լինի, նոր շրջազգեստներ։ Իսկ բարձրակրունկներ։ Մեկ կարելի է։ Ֆայնան նշեց, որ հետևում է երիտասարդներին նաև սոցիալական կայքերի միջոցով։ Девочки 15 лет просто разбираются больше, чем 15 տարեկան աղջիկները նորաձևությունից ավելի շատ բան են հասկանում, քան 23-25 տարեկանները։ Հիմա նոր սերունդ է շատ գեղեցիկ, գունեղ եւ նորաձև, եւ եթե նրանք նույն տեմպերով շարունակեն, ես հուսով եմ, որ մի քանի տարի անց մենք կլինենք ամենանորաձևը։ Ֆայնայի խոսքերով այս սերունդի երիտասարդները հետաքրքրվում են ամեն ինչով, լսում են լավ երաժշտություն։ Երիտասարդները սկսել են վառ գույների հագուստներ կրել ժամանակի ընթացքում, հրաժարվում են սևից, թեև դեռ վառ գույների համադրելու համարձակություն չունեն։ Ոչ թե սխալ համադրություններ, այլ ավելի արավելյան, ավելի շքեղ, այդ բառը շատ ավելի էլիտար, ինչու ոչ չհասկանալով դա ինչա։ Կա այդ պրասլոյկան, բայց հիմա արդեն մի քիչ ուրիշ ձև է։ Հիմա ասեմ իրանք Եթե մի քանի տարի առաջ իրանք հագնվում են դաժե հայ դիզայներներից, քարեր էին ուզում շատ։ Հիմա խնդրում են համեստ, կամ պրոստը կարող է իմ հաճախորդները, որ գիտեն ես քարեր չեմ սիրում, կարող է դրա համար են հենց իմ մոտ գալիս, չգիտեմ, բայց հիմա նկատվել է, որ parу лет назад քար, ծաղիկ, բանտիկ շատ էին ուզում։ Ավելի շատ ոչ սպորտային երևի, առօրյական ոչ։ Ինձ թվում է մթնոլորտը տրամադրող չի լինում այդ դեպքում, որ կենտրոնանան դասերի վրա։ Տղաների մոտ նույնպես դրական փոփոխություններ է նկատել Ֆայնան, նշում է, որ նրանք ավելի համարձակ եւ նորաձև են դարձել։ Одноклассников ֆոտոները որ չգիտեմ թագահի մոտ նկարվում են, չէ՞, դա что-то трапез մասսա, չգիտեմ, սվատ կոշիկներով, լավ ավտոների կողք։ Նա նշում է, որ նկատել է մի տարիքային խումբ 22-ից 25 տարեկանները, որոնք առանձնանում են իրենց հագու կապով։ Всё время такие нафейненные, красивые։ Միշտ հարդարված, գեղեցիկ, երեկոյան կոկտեյլային զգեստներով գնում են ինստիտուտ, նստում են սրճարաններում եւ երևի մտածում են այն մասին, թե ինչպես ամուսնանան։ Կա այսպիսի դաս եւ նրանք լսում են հայկական վատ երաժշտություն։ Արմենскую музыку։ Ինչ վերաբերում է առօրյային բարձրակրուն կոշիկներ կրելուն, կան մարդիկ, որ ուղղակի չեն կարող ոչ բարձր չհագնել, там у них строение, фигура, им неудобно. Есть люди, которые ցածրի վրա ուղղակի լավ չեն իրանցում։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ես դեմ չեմ բարձրակրունկներին, բայց ես դեմ եմ, երբ երիտասարդ աղջիկները ինստիտուտ գնալիս հագնում են բարձրակրունկ կոշիկ, որը փայլում է, չգիտես ինչու։ Այն ժամանակ ավելի ոնց որ բարձրակրունկներ էին շատ օգտագործում, հիմա ավելի տափակ սանդալներ, թեթև ինչ-որ բան։ Ավելի շուտ է վերջերս նկատվում է, որ սկսել են ավելի շատ իրանք արդեն հասկանում են իրանց ինչա պետք ինչով են իրենց հանգստում։ Եվի ավելի շատ ճաշակի բարձրացան իրենց մոտ։ Կարծում եք։ Համեմատաբար մի քիչ լավացել է։ Օրինակ, ինչ դրական բաներ եք նկատել, կասեք։ Դրական, որ կարող են համատեղեն հագուստը, բայց իհարկե անճաշակները շատ են։ Ընդհանուր ամեն ինչն էլ ինչ-որ չափով իր ազդեցություն ունի, թե ինտերնետը, թե ընդհանուր արտասահմանցիների տուրիզմն է զարգացել Հայաստանում, ասենք շատ արտասահմանցիներ են ամառ գալիս։ Ընդհանուր այդ ամեն ինչն իր ազդեցություն ունի։
Աղջիկների հագու կապին անդրադառնալով տղաները նշեցին, որ փոխվել է նրանց ոճը։ Մեր հայ աղջիկներս վերջին մի քանի տարիները ահագին փոփոխություն կա էլի ընդհանուր առմամբ, իրանց ոճի մեջ են։ Օրինակ, Դե ընդհանուր ավելի սպորտային են հագնում, ավելի ժամանակակից, այդ սև, սերի հիմնականում այդ գույները ավելի տենց հետ են գնացել, հիմա ավելի գունավոր շորեր են հագնում, ավելի տենց երանգներով ուրախ, ավելի ժամանակակից, տենց երիտասարդական։ ի տարբերություն տղաների, աղջիկները նույն կերպ չարտահայտվեցին տղաների հագու կապից խոսելիս։ Ինձ կոնկրետ այդքան էլ դուր չի գալի մեր հայ տղաների այդ ոճը։ Հոտացել է երևի ավելի շատ։ Հա, ինչ առումով։ Աղա հագուստի առումով լավ է, բայց իրենց բնավորության, չգիտեմ, ինքը շատ քարտ լինի կոպիտ ասած, բայց ինքը հագվի դասական։